Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, ես Արամ Չակոյանն եմ եւ առաջին ալիքը ներկայացնում է ով է ուզում դառնալ միլիոնատեր հեռուստախաղի հերթական թողարկումը։ Այսօրվա խաղը սկսում ենք նոր մասնակցի հետ եւ ընտրական փուլի մասնակիցներն են։ Արման Նամալյան, Երևան, Անուշիկ Մասուրյան, Երևան, Սևակ Հարությունյան, Գյումրի, Հրաչյա Թումանյան, Երևան, Վոլոդիա Սարգսյան, Աշտարակ, Արփենիկ Ղազարյան, Երևան։ Եվ ընտրական փուլի առաջադրանքը հետևյալն է. դասավորեք խաղերն ըստ մասնակիցների քանակի սկսած նվազագույնից։ Ռեգբի, շաշկի, լողափի վոլեյբոլ, ֆուտզալ։ Եվ ճիշտ հերթականությունը հետևյալն էր. շաշկի 2, լողափի վոլեյբոլ 4, ֆուտզալ 10, ռեգբի 26 կամ 30։ Եվ ճիշտ է պատասխանել միայն մեկ մասնակից։ Եվ դա Վոլոդիա Սարգսյանն է։ Անեցեք։ Նախ ուզում եմ շնորհավորել ձեզ, Վոլոդիա, որ անցաք ընտրական փուլը, ինչ մասնագիտություն ունեք, ինչով եք զբաղվում, ինչ նախասիրություններ ունեք, վերջան։ Մասնագիտությամբ փիլիսոփայության եւ քաղաքագիտության մագիստրոս եմ, ավարտել եմ Երևանի պետական համալսարանը։ Այս պայն հիմնական աշխատանքս եւ գործունեությունս ծավալված է կրթության ոլորտում, ուսուցիչ եմ, հասարակագիտություն եմ դասավանդում ավագ դպրոցում, սիրում եմ ընթերցանությամբ զբաղվել նաեւ, հատկապես ռուսական դասական գրականության սիրահար։ Ում կոնկրետ հեղինակներից կնշեք։ Դոստոևսկու բոլոր գործերը։ Օ, Դոստոևսկին։ Դե ինչ, Վոլոդիա, ուզում եմ հիշեցնել մեր խաղի կանոնները, մենք ունենք պատրաստած դες համար 15 հարց, ամեն հարց ունի 4 տարբերակ, պատասխանի, որոնցից ճիշտ է միայն մեկը։ Ունենք երկու անձեռնմխելի գումար, 5-րդ հարցը 25,000 դրամ, 10-րդ հարցը 700,000 դրամ։ Եվ իհարկե գլխավոր մրցանակը 15-րդ հարցին ճիշտ պատասխան ստանալու դեպքում 10 միլիոն դրամ է մրցանակը։ Եվ կուզենայի նաև հետաքրքրվել, թե ինչ օգնության հնարավորություններից եք օգտվելու խաղի ընթացքում, որովհետև առաջարկելու ենք ձեզ 4 տարբերակ եւ դուք ընտրելու եք դրանցից 3-ը։ Եվ այսպես ունենք 50-50, համակարգիչը հեռացնում է 2 սխալ պատասխանները, զգալիորեն հեշտացնելով ճիշտ պատասխանը բացահայտելու հավանականությունը, ունենք զանգընկերոջը եւ սահմանափակ ժամանակում 30 վայրկյանում կարող եք զանգի միջոցով ճիշտ պատասխան ակնկալել ձեր ընկերոջից, որը գտնվում է հեռախոսակապի այն կողմում, կարող եք օգտագործել օգնության հնարավորությունը այստեղ դալիճում գտնվող ձեր ընկերոջ, իդեպ ով է այսօր ձեզ հետ այստեղ։ Այսօր ինձ հետ այստեղ է ընկերս Գևորգը, ուսանողական Գևորգը, ողջուն են Գևորգին, մտերիմ։ Եվ վերջին օգնության հնարավորությունը հարց փոխելը, ինչ կընտրեք, որոնք եք օգտագործելու խաղի ընթացքում։ Խաղի ժամանակ կօգտագործեմ 50-50 օգնություն դալիճում գտնվող ընկերոջից եւ հարցը փոխելու հնարավորություն տարբերակները։ Շատ լավ, ընդունված է։ Դե ինչ, հաջող երկար հարցունավետ խաղ ենք ձեզ ցանկանում։ Այսպիսով, հարգելի հեռուստադիտողներ, մենք խաղում ենք ով է ուզում դառնալ միլիոնատեր Վոլոդիա Սարգսյանի հետ Աշտարակից։ Առաջին հարցը, որի արժեքն է 5,000 դրամ։ Աթաբեկ Խնկոյանի հայտնի հեքիաթը գայելի ու ում կոնֆլիկտի մասին է։ Տարբերակներ՝ մի սեթևետիկ գառի, մի թեթևսոլիկ գառի, մի ամլիկ գառի, թե մի սրտաճմլիկ գառի։
Պատասխան Գ. մի ամլիկ գարի։ Իհարկե դա այդպես է, մի ամլիկ գարի։ Գարն ու գայլը, այդպես է կոչվում հեքիաթը։ Հարց երկրորդ, որի արժեքն է 7500 դրամ, ողջ աշխարհը տեղյակ է, որ հանճարեղ Սոկրատեսը գիտեր Մորզեի այբուբենը, հայոց այբուբենը, որ գայլը սարի հետևում է, որ ոչինչ չգիտեր։ Պատասխան D. որ ոչինչ չգիտեր։ Դե կարծում եմ փիլիսոփայի համար չափազանց պարզ հարց է եւ դա ճիշտ պատասխան է։ Ամենատարածված մտքերից Այո, տարբերակ D. որ ոչինչ չգիտեր։ Սոկրատեսը ասում էր ես գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ։ Այո, շատ հայտնի արտահայտություն, հարց երրորդ, արժեքը 10000 դրամ եւ Մեծն Սայատնովան ասում էր. շատ տխուր սիրտ կու խնդացնիս, կու կտրիս հիվնդի դողը։ Ում կամ ինչ նկատի ուներ հեղինակը։ Տարբերակ A. Քամանչայի նվագը, տարբերակ B. Բաս գիտարի նվագը, տարբերակ G. Ավետ աղային, տարբերակ D. Միս տիեզերքին։ Պատասխանա Քամանչայի նվագը։ Տարբերակ A. Քամանչայի նվագը ընդունում եմ եւ իհարկե ճիշտ պատասխան։ Նկարագրում է Քամանչայի նվագի թողած ազդեցությունը մարդու վրա։ Եվ հաջորդ հարցին անցնենք առանց երկարացնելու եւ արժեքն է 15000 դրամ, հարց հետեւյալն է. Գրոսմայստեր կոչումն առաջին հերթին որ մարզաձևի հետ է ասոցացվում։ Նարդի, բազարբլոտ, սուսերամարտ, շախմատ, Տարբերակ D. շախմատ։ տարբերակ D. շախմատ, դե իհարկե գրոսմաստեր, մեծ վարպետ։ Այ, Հասանք առաջին անձեռնմխելի գումարին, հարցին երրորդ արժեքն է 25000 դրամ, նշեք ֆրանսիական խոհանոցի շեդևր կրեմ բրուլեի վերին խրթխրթան շերտի բաղադրությունը։ Սիրում եք կրեմ բրուլե։ ոչ այնք։ Դե, կարամելացված շաքար, խտացրած կաթ, չորացրած լավաշ, սխտորի չիր։ Տարբերակ A. կարամելացված շաքար։ Տարբերակա կարամելացված շաքար ընդունում եմ։ Եվ առաջին անձեռնմխելի գումարը ձերն է 25000։ Ինչպես եւ ենթադրվում է, շատ հեշտ հաղթահարեցինք առաջին 5 հարցերը եւ սովորաբար հենց այդպիսի խաղով էլ սկսում են մեր մասնակիցները։ Շարժվենք առաջ, հարցերը բարդանում են, հարց 6-րդ, արժեքն է 50000 դրամ։ Դիվանագիտական ինչ է հասնում որոշ պետական պաշտոնյաների։ Անձեռնմխելիություն, նպաստ, հագուստ, կացուձև։ Դե բացառում ենք նպաստ, հագուստ, դրանք շատ պրիմիտիվ տարբերակներ են էլի։ Կացուձև, անձեռնմխելիություն, տարբերակա անձեռնմխելիություն, դիվանագիտական անձեռնմխելիություն։ Տարբերակա անձեռնմխելիություն։ Այո, Այսինքն նպաստ, հագուստ, կացուձև չի ասնում։ Ինչ եք կարծում։ դրանք հասնում են այսպես թե այնպես, բայց մենք գործ ունենք տարբերվող չափանիշի հետ, որը տարբերություն է ստեղծում մյուս այսպես ասած ոլորտներում աշխատող մարդկանցից, դա դիվանագիտական անձեռնմխելիությունն է։ Տարբերակա անձեռնմխելիություն ընդունում եմ։ Դե տեսեք, նպաստ, հագուստ, կացուձև, դրանք մեծ մասամբ ներկայացուցչական ծախսեր են։
Իսկ անձեռնմխելիությունը իսկապես հասնում է որոշ պետական պաշտոնյաների, դա ճիշտ պատասխան է։ Փորձենք կրկնապատկել ձեր հաջողությունը, հաջորդ հարցի արժեքն է 100,000 դրամ։ Հիվանդության գաղտնի շրջանը վարակվելուց մինչև առաջին ախտանիշների ի հայտ գալը։ A. Ինաուգուրացիա, B. Ինկուբացիա, G. Ինդուլգենցիա, D. Աերացիա։ Փորձենք տրամաբանել։ Ինդուլգենցիա չի կարող լինել, որովհետև դա հիմնականում միջնադարյան շրջանում կաթոլիկ աշխարհում տարածված երևույթ էր, երբ մարդկանց մեղքերին թողություն տալու ճանապարհ էր որոշակի վճարի դիմաց։ Եկամտի կամ վճարի դիմաց տեսակետից ինդուլգենցիան կբացառվի։ Այրացիան էլ իհարկե, որովհետև ավելի շատ ինչ-որ ուրիշ ոլորտի հետ կապված տերմին է, ինագուարացիա եւ ինկուբացիա։ Այս երկու տարբերակների մեջ է ճիշտ պատասխանը բնականաբար։ Բայց ես ավելի շատ ակված եմ մտածելու ինկուբացիա, որովհետև դա թաքնված շրջանն է կարծես sense։ Վոլոդիա, միգուցե ժամանակն է սկսենք օգտագործել օգնության հնարավորությունները։ 50-50 դալիճում գտնվող Գևորգը միգուցե կօգնի կամ ընդհանրապես փոխենք հարցը։ Չէ, հարցը փոխելու կարիք դեռևս չկա։ Մի փոքր մտածելա պետք։ Մի փոքր։ Դե ինչ եք կարծում։ Վոլոդիա, եկեք բոլոր դեպքերում ընտրություն անենք, օգնություն։ Եկեք 50-50 անենք։ 50-50։ Այո։ Խնդրենք համակարգչին հեռացնել երկու սխալ պատասխանները։ Պատասխան B. Ինկուբացիա։ Բացառելով ինդուլգենցիան, ընտրություն եք անում 7 տարբերակ B. Ինկուբացիա։ Դա ձեր վերջնական պատասխանն է։ Ընդունում եմ։ Եվ իհարկե ինկուբացիա, լսած կլինեք, ինկուբացիոն շրջան։ Այդ տրամաբանությամբ է։ Հարց 8-րդ արժեքը 250,000 դրամ։ Մարդու եւ բանանի գենետիկ կոդերը մոտավորապես քանի տոկոսով են համընկնում։ 5-ից 6, 10-ից 16, 50-ից 60, 100-ից 600։ Փոխենք հարց։ Փոխենք հարցը։ Այո։ Չեք էլ ուզում մտածել։ Ոչ։ Դե ինչ։ Փոխենք հարց։ Խնդրում ենք փոխել հարցը, բայց այնուամենայնիվ ինչ պատասխան կտայիք։ Վոլոդիա։ Այնուամենայնիվ տարբերակ G 50-ից 60։ Այնուամենայնիվ։ Տարբերակ G 50-ից 60։ Այո։ Տեսեք, մարդու եւ մարդանման կապիկների տարբերությունը գենետիկ կոդերի DNT-ի չնչին է 1 ու մի քիչ տոկոս, միգուցե միջև 2%։ 100-ից 600 լինել չէր կարող, որովհետև 100%-ի իրենով արդեն ամբողջական նմանություն է։ Դե տարբերակը ավելորդ էր ընդհանրապես նույնիսկ քննարկման մեջ։ Մնում էր 5-ից 6, 10-ից 16 եւ 50-ից 60 եւ պատկերացրեք, եթե պատասխանեի G դա ճիշտ պատասխան կլիներ, այո։ 50-ից 60%-ը
բանանի ԴՆԹ-ի եւ մարդու համընկնում են։ Զարմանալի փաստ էր, կարծում եմ այսօր այդ կհիշեք։ Այո, կհիշեմ։ Եվ ինչու ոչ, հետաքրքիր մի ինֆորմացիա է կամ գիտելիք, որով կարող եք կիսվել ձեր աշակերտների հետ։ Կարծում եմ նրանց Բնականաբար կլինի դա։ Նոր հարց, որի արժեքը նույնն է 250,000 դրամ։ Հոգեբանական էֆեկտը, երբ մարդը որքան քիչ գիտի, այնքան ավելի վստահ է, հայտնի է որպես Մանդելայի էֆեկտ, Բաթերդորֆի պարադոքս, Պիգմալիոնի էֆեկտ, Դանինգ-Կրյուգերի էֆեկտ։ Ես կարծում եմ ձեր կրթական ճանապարհին դեպի մագիստրոս վստահ եմ բազմաթիվ բարդ տերմիններ եք հանդիպել։ Հասկանում եմ, որ հոգեբանությունը այդքան էլ փիլիսոփայության Պիգմալիոնը չի հաստատ, բայց այնուամենայնիվ հա, առնչվում է շատ առնչակից է։ Պիգմալիոնը չի հաստատ։ Բացառում ենք դա, որովհետև Պիգմալիոնը ինքը հունական դիցաբանության մեջ առկա կերպար էր, որը քիչ առնչություն ունի այս հարցի ճիշտ պատասխանի հետ։ Նույն կերպ նաև Բաթերդորֆի պարադոքսը դա էլ չի։ Մանդելայի էֆեկտը չի, ուրիշ բաներ դա ուսումնասիրում։ Պատասխանը Դանինգ-Կրյուգերի էֆեկտ։ Դանինգ-Կրյուգերի էֆեկտ։ Այո։ Իսկ Մանդելայի էֆեկտը չեք դիտարկում։ Դուք օգտագործել եք երկօգնության հնարավորությունը եւ միակ օգնության հասնելու միջոցը դա Գևորգն է, ով նստած է հիմա այստեղ դալիճում։ Ձեր պատասխանն էր D. Դանինգ-Կրյուգերի էֆեկտ։ Մնում է միայն այն հաստատել, եթե դա ձեր վերջնական պատասխանն է, Վոլոդիա։ Պատասխանը Դանինգ-Կրյուգերի էֆեկտ։ Սխալ պատասխանելու դեպքում գումար եք կորցնում, այս պայդրությամբ դուք արդեն ունեք 100,000 դրամ, կարող եք վերցնել գումարը, հիշեցնում եմ նաև այդ տարբերակն է, միշտ գործում, խաղի ցանկացած փուլում։ Լսենք Գևորգին։ Լսենք Գևորգին։ Այո։ Վոլոդիա Սարգսյան օգտագործում էր օգնության վերջին հնարավորությունը, դալիճում գտնվում է նրա ընկեր Գևորգը։ Կրկին ողջունում ենք ձեզ Գևորգ։ Ողջունում եմ ձեզ։ Դե կրկնեմ հարցը։ Հոգեբանական էֆեկտը, երբ մարդը որքան քիչ գիտի, այնքան ավելի վստահ է։ Հայտնի է որպես Մանդելայի էֆեկտ, Բաթերդորֆի պարադոքս, Պիգմալիոնի էֆեկտ, թե Դանինգ-Կրյուգերի էֆեկտ։ Ինչ է կարծում։ Պարադոքսի տարբերակը Վալոդյան բացառեց, այստեղ մի փոքր վերլուծելու տեղիք է տալիս այդ տարբերակը, քանի որ պարադոքսալ երևույթները երկու ոչ համադրելի իրականություններ են, այսինքն բախում նայել երկու տարբեր իրականությունների, միևնույն ժամանակ Մանդելայի էֆեկտը, եթե Նելսոն Մանդելայի անվան հետ է կապված, կարծում եմ դժվար թե առնչություն ունեն այս տարբերակի հետ։ Ես պարադոքսում պարադոքսներ Բաթերդորֆի կամ Բաթերդորֆի պարադոքսն է կարծում ճիշտ տարբերակը կամ Վալոդիայի նշած տարբերակը։ Նման հարցերը կամ պետքա իմանալ կամ պետքա խորը վերլուծության ենթարկել, եթե իմ նշած ուղղությունները կամ այդ տրամաբանությունը Վալոդիային կօգնի կողմնորոշվելու հարցում, պետք է խնդրեմ, որ այդ տրամաբանության
հիմքի վրա փորձի ճիշտ տարբերակը ընտրել։ Ես Շնորհակալություն։ հասկացա։ Ահա թե որտեղ պետք կգար 50-50-ը, համաձայն եք։ Այո, համաձայն եմ, բայց դե արդեն օգտագործված է։ Ավաղ։ Եկեք ամեն դեպքում ասեմ ներքին ինտուիցիայից Դանինգ-Կրյուգերի էֆեկտ պատասխանն է։ Դա ձեր վերջնական Այո։ պատասխանն է։ Տարբերակ D Dunning-Kruger էֆեկտ։ Ընդունում եմ։ Տեսեք, Մանդելայի էֆեկտը շատ հետաքրքիր երևույթ է։ Կապված է Նելսոն Մանդելայի հետ, ինչպես նշեց ձեր ընկերը, որովհետև շատերը պատկերացրեք, երբ նա ողջ առողջ էր, կարծում են, որ Նելսոն Մանդելան բանտախցում մահացել է։ Այսինքն դա զանգվածային խապկանք է, որը որ ապրում են հազարավոր միլիոնավոր մարդիկ, ինֆորմացիայի պակասի հետ կապված։ Այսպիսի մի երևույթ է։ Դե Պիգմալիոն էֆեկտը վերլուծեցիք։ Պարադոքս բառը, որի վրա ուշադրություն դարձրեց Գևորգը, այսինքն դա երկու հակասող երևույթների համադրություն, դե տեսեք, որքան քիչ գիտի, այնքան ավելի վստահ է։ Այստեղ էլ երկակի բան կար, այսինքն քիչ իմանալ եւ վստահություն։ Ինչ որտեղ պարադոքսալ երևույթին նման մի բան է, իսկ իրականում Dunning-Kruger էֆեկտը ճիշտ պատասխան է։ Լարված եք, Չէ՞։ բայց տեսեք ինչ հարց վերցրեցիք։ Վոլոդյա, հիմա ձեր աշակերտները վստահ եմ ծափարում են ձեզ, որովհետև ներքին ձայնը ձեզ ճիշտ հուշում արեց։ Տեսնեք ինչ կասի ներքին ձայնը 9-րդ հարցի դեպքում արժեքն է 450,000 դրամ։ Եվ հարցը բջջային ազդանշան չունեցող տարածքում հայտնվելու վախը կոչվում է ֆոբիաներին հասանք։ Նոմոֆոբիա, սմարտոֆոբիա, անդրոֆոբիա, տրիսկայդեկաֆոբիա։ Գիտեք, ֆոբիան դարապես ֆոբիաներ կան շատ տարածված են, նրանք վախը բարձրությունից, չգիտեմ, կարիճներից, սարտերից եւ էլի ինչ որ վախեր կան, որոնք որ լայնորեն տարածված են։ Եվ կան ազագյուտ հանդիպող ֆոբիաներ, չնայած բջջային ազդանշան չունեցող տարածքում կամ անհասանելի լինելը շատերի ֆոբիաներում վստահ կգտնվի, միգուցե ոչ այդքան արտահայտված։ Ես իրականում կոնկրետ պատասխան չունեմ, որ հստակ գիտելիքի կամ ինֆորմացիայի վրա է այնված, ուղղակի փորձում եմ ու փորձելու եմ տրամաբանել։ Տրամաբանությամբ առաջ։ Մենք ձեզ չեք շտապեցնում։ Տրամաբանեք որքան ցանկանում եք, Վոլոդիա։ Իսկ եթե բարձր տրամաբանեք, ապա կարծում եմ նաև հետաքրքիր կլինի այդ ամենը լսել մեր հանդիսատեսին, նաև հեռուստադիտողը կարող է հետևել ձեր մտքի ընթացքին։ Ինձ թվում է տարբերակ դրան չի կարող լինել։ Սմարտոֆոբիա դա Smart անդրոֆոբիա դրանք Smart խելացի, եթե բառը փորձենք ստուգաբանել։ Smart։ Այո, անգլերենում smart բառը հենց խելացի է նշանակում։ Ես այնուամենայնիվ ցանկանում եմ հիշեցնել, որ կարող եք վերցնել գումարը, Վոլոդիա, 250,000-ը քիչ փող չէ։ Եկեք ռիսկի չդիմեմ, կվերցնեմ գումարը ամեն դեպքում։
Դա իմ վերջնական որոշումն է։ Ընդունում ենք ձեր որոշումը։ Ի վերջո չպարտված գնալն էլ իր հաճույքը ունի, համաձայնվեք։ Առավելևս, որ նաև դա ամրապնդված է որոշակի թղթադրամերի քանակությամբ։ Շնորհավորում ենք 250,000 դրամ։ Ձերն է, դուք ավարտեցիք խաղը։ Լավ։ Այնուամենայնիվ, եթե էլի հետևեք ձեր ներքին ձայնին, որ տարբերակը կընտրեիք, Վոլոդիա։ Այնուամենայնիվ հենց սմարտոֆոբիա կընտրեի ամեն դեպքում։ Տարտանումս նոմոֆոբիա եւ սմարտոֆոբիա այդ տարբերակների մեջ էր, բայց Տատանվում եք նոմոֆոբիա եւ սմարտոֆոբիա։ երկուսի մեջ, բայց սմարտոֆոբիա, չգիտեմ դա ճիշտ պատասխան էր թե չէ, բայց դա կընտրեի։ Տեսեք, իրականում տրիսկայի դեկաֆոբիան դա վախի ուրբաթ 13-ից, անդրոֆոբիան, երբ տղամարդկանցից են ինչ-որ մարդիկ վախենում, պատկերացրեք անդրո արմուտը, սմարտոֆոբիա գոյություն չունի, դեռ դասակարգված չէ, ֆոբիաների ցանկում մնում էր նոմոֆոբիան, այո, միայնակ մնալու վախ, որը նաև նոմոբիլ, այսինքն նոմոֆոբիա, այսպես է բացվում, կարծում կարելի էր գտնել, մոբիլ, և դժվար չէր լինի, եթե տրամաբանեիք գտնել ճիշտ պատասխանը, բայց ափսոս։ Ինչևէ, 250,000 դրամ գումարով Վոլոդիա Սարգսյանը աշտարակից ավարտում է խաղը, մենք շնորհավորում ենք ձեզ։ Ջեր ողջույններ մեր հաղորդաշարից, մեր խաղից, ձեր աշակերտներին։ Շնորհակալ եմ։ Դե ինչ, հարգելի հեռուստադիտողներ, ժամանակն է նոր ընտրական փուլի և մենք բացահայտում ենք մեր խաղի նոր մասնակցի և նոր առաջադրանքը հետևյալն է։ Դասավորեք մարդու տարիքային փուլերը հերթականությամբ սկսելով ամենավազից։ Երիտասարդ, նորածին, ծեր, դեռահաս։ Եվ ճիշտ հերթականությունը հետևյալն էր. նորածին, դեռահաս, երիտասարդ և ծեր։ Ճիշտ էին պատասխանել բոլոր մասնակիցները, իսկ նրանցից ամենաարագն էր Հրաչյա Թումանյանը Երևանից։ Բարի գալուստ մեր խաղ, Հրաչյա։ Ուրախ ենք ողջունում ձեզ այստեղ։ Ինչով եք զբաղվում։ Ես բժիշկ եմ, հանրային առողջության մասնագետ եմ ու հետաքրքրված եմ իմ ողջ աշխատանքի ընթացքում առողջապահական ոլորտը զարգացնելով։ Հասկանալով, որ քիչ ժամանակ ունեք ազատ, այնուամենայնիվ ինչպես եք այն կազմակերպում։ Ժամանցը, ազատ ժամանակը ինչպես եք անցկացնում։ Դե դա էլ փորձում եմ համատեղել, որովհետև շատ եմ սիրում ինտելեկտուալ խաղեր ու միշտ մասնակցում եմ ու օգտվելով առիթից նաև ասեմ, որ դեռևս փոքրուց միշտ երազել եմ այստեղ հայտնվել, որովհետև այն ժամանակ դեռ չկար այդ հնարավորությունը, տարիքով փոքր էի, բայց միշտ ուզել եմ այս խաղը շատ եմ սիրել։ Ու հիմա ստացվել է։ Դե տեսեք, մենք որքան ուրախ ենք, որ կարողացանք մասնակցել ձեր փոքրիկ երազանքի իրականացմանը։ Իսկ երազանք էլ ավելի կմեծանա, եթե այստեղից հեռանաք արդեն խոշոր գումարով։ Դե ինչ, հիշեցնեմ խաղի կանոնները, Հրաչյա, 15 հարց ունենք, ամեն հարց ունի պատասխան, 4 տարբերակ ենք առաջարկում, ճիշտն է միայն մեկը։ Ձեր խնդիրն է հենց այն գտնել։ Անձեռնմխելի 2 գումար կա, 5-րդ հարցը 25,000 դրամ, 10-րդը 700,000 դրամ և գլխավոր մրցանակ 10 միլիոն դրամ, եթե ճիշտ պատասխանեք 15-րդ հարցին։ Խաղի ընթացքում կարող եք օգտագործել 3 օգնության հնարավորություններ։ Մենք առաջարկենք ձեզ 4 տարբերակ նման օգնությունների, 50-50, զանգ ընկերոջը, դալիճում գտնվող ընկերոջը և հարցը փոխելու հնարավորություն։ Դուք պիտի ընտրեք դրանցից 3-ը, որը կօգտագործեք։
խաղի ընթացքում։ Այո, ես ընտրել եմ, ես խաղի ընթացքում իհարկե հուսանք կարիքը չի լինի օգտագործելու, բայց եթե լինի կօգտագործեմ հարցը փոխելու հնարավորությունը 50-50-ը եւ դահլիճում գտնվող ընկերոջ օգնությունը։ Ում հետ եք այստեղ։ Իմ ընկերոջ հետ եմ այստեղ, Հայկի, իմ ուսանողական ընկերոջ, ով նույնպես բժիշկ է։ Բժիշկ Հայկը։ Շատ լավ, հրաչյա։ Պատրաստ եք։ Իհարկե։ Եվ մենք խաղում ենք ով է ուզում դառնալ միլիոնատեր ինտելեկտուալ հեռուստախաղը Հրաչյա Թումանյանի հետ Երևանից։ Հարց առաջին, արժեքը 5000 դրամ։ Մարզիկը նոր ակումբ տեղափոխվելիս անպայման անցնում է։ A. Ռուբիկոնը, B. Դժոխքի միջով, G. Բուժ զննում, D. Տեղ զննում։ Բոլորն էլ լավ են հնչում, ինչ խոսք։ Երևի հաստատ մարզիկներ կլինեն, ում համար դժոխքի միջով անցնելու հավասար բանն է բուժզննումը։ Իհարկե ճիշտ պատասխանն է բուժզննում։ Չեմ երկարացնում։ Ճիշտ է։ 5000-ը ձերն է։ Հարց երկրորդ 7500 դրամ արժե։ Նշված կինոհերոսներից որի շուրթերից է հնչում I'll be back հայտնի արտահայտությունը։ Շուրա Բալագանովի, Միմինոյի, Ռեմբոյի, Տերմինատորի։ Դե ֆիլմում հնչում է իհարկե Տերմինատորի շուրթերից, բայց հնարավոր է մնացածի շուրթերից էլ հնչել, ուղղակի չեն ցուցադրվել այդ կադրերը։ Իհարկե ճիշտ պատասխանն է D Տերմինատոր։ Պատկերացնում եք Միմինոյի։ Միմինոն ասեր, որ Միմինո ֆիլմում I'll be back արտահայտություն։ կամ վերացերենով։ Կամ Շուրա Բալագանովի։ Ինչև է ճիշտ է Տերմինատորը, այո, դե։ Իմիջիալոց ասեմ Արնոլդ Շվարցենեգերը այս արտահայտությունը I'll be back օգտագործել է ոչ միայն Տերմինատոր ֆիլմաշարում, այլ եւս մի քանի այլ նրա մասնակցության ֆիլմերում, օրինակ Վազող մարդը։ Ինչև է մենք շարժում ենք առաջ հարց երրորդ 10000 դրամ արժե։ Կարաբաս Բարաբասի թատրոնի ամենագեղեցիկ տիկնիկը Դեսդեմոնա, Մալվինա, Գալինա, Հայկանուշ։ Գեղեցիկ կանոն էր հայկական իհարկե։ Մալվինա, B։ Մալվինա, Այո։ տարբերակ B։ Եվ դա ճիշտ է, այո, Մալվինան ամենագեղեցիկ տիկնիկն էր, որին սիրարված էր Պիերոն, ասեմ իմ դպրոցական տարիներին բոլոր իմ դասարանցի տղաները ֆիլմից հայտնի սովետական։ Այո։ Եվ հաջորդ հարցը արժեքն է 15000 դրամ։ Կենդանիներից որն է համարվում պանդայի ամենամոտ բարեկամը ժամանակակից դասակարգմամբ։ Լեմուրը, կատուն, արջը, արջամուկա։ Դե պանդան ինքը արջի տեսակ է։ Ես բոլոր հանդիպում եմ միայն Չինաստանում, ներկայումս, ու բոլոր պանդաները պատկանում են Չինաստանում։ Արջ է երևի։ Ինչ թվում է, այստեղ պարզ է ամեն ինչ։ Ձեր վերջնական պատասխանն է Այո, տարբերակ G արջը։ Ընդունում եմ։ Այդպես էլ կա։ Բամբուկի արջ, Այո։ կամ նույն ինքը պանդան։ Իսկապես ձեր պատասխանը ճիշտ էր։ Եվ առաջին անձեռնմխելի գումարին ասանք, հարցի արժեքն է 25000 դրամ, անագրամա կամ բառագումար։ Հարջ, գումարած A, գումարած սպան։ Ինչ կդառնա։ Տարբերակներն են A. Ճարահատյալ, B. Աճպարար, G. Ճանապարհ, D. Ճարմանդ։ Հրաչյա, պարզ է առաջադրանքը։ Երբեք չեք հանդիպի անագրամաների։ Այսինքն տարերը օգտագործելով պիտի ստանամ Օգտագործելով նոր առաջարկված 3 բաղադրիչների, այսինքն հարջ, գումարած A, գումարած սպան, այսինքն բոլոր առաջարկված տառերը պետք է
առաջարկված 4 տարբերակներից գտնեք ճիշտը։ Ինչի կվերածվի, եթե տառափոխություններ կատարենք եւ բառագումար դարձնենք, այսինքն անագրամա։ Պարզ է։ Դեռ չէ, հեսա կփորձեմ հասկանալ դրա ամբողջությունը։ Տեսեք, խան եւ արար բառերի համագումարը կվերածվի, եթե փոխենք տեղերը, պատկերացրեք, խն տանենք մի քիչ այլ կողմ, առաջ բերենք ն տառը, դրանից հետո պահպանենք այի դիրքը, դառնա նախարար։ Տար կարող ենք ավելացնել։ Տառ ավելացնել չեք կարող։ Չեք կարող։ Այսինքն ոչ էլ պակասեցնել, տարերի քանակը պիտի մնա նույնը, ուղղակի վերադասավորելով նրանց տեղերը պետք է ստանաք նոր բառ։ Իսկ որն է այդ բառը, առաջարկված է ընտրել 4 տարբերակներից։ Դե տեսեք, հարճ ա պան, դառնա 8 տար։ Իսկ մեզ պետքա 8 տարանոց բառ։ Ես ճիշտ եմ հասկանում տրամաբանությունը, թե չէ։ Շատ ճիշտ եք։ Դատում Ուրեմն ճանապարհ։ Միակ հնարավոր 8 տար բառը, այստեղ ճանապարհն է։ տարբերակ G, Տարբերակ G ճանապարհ։ ճանապարհ։ Այո, այդպես էլ կա։ Շնորհակալություն բարձաբանման համար։ Հարց 6-րդ։ Արժեքն է 50,000 դրամ։ Շփվող նյութերի փոխադարձ ներթափանցում մասնիկների շարժման հետևանքով։ Դիֆրակցիա, դիֆուզիա, կոնտուզիա, դեդուկցիա։ Իհարկե կոչվում է դիֆուզիա։ Դիֆուզիա։ Ունեցածը կապ չունեցող բաներ են։ Կոնտուզիան ինքը վիճակ է, որը առաջանում է տարբեր հայտնի պատճառներով։ Դեդուկցիան մեթոդ է։ Դիֆրակցիան էլ օպտիկայի հետ պիտի կապ ունենա, ինչքան պատկերացնում եմ։ Հետևաբար դիֆուզիա։ B։ Տարբերակ B։ Այո։ Դիֆուզիա։ Ընդունում եմ։ Դեդուկցիան մեթոդ է, որ օգտագործում է Շերլոք Հոլմսը։ Կոնտուզիան իսկապես, որպես բժիշկ պիտի իմանաք, դա պայթունի կամ ձայնան ալիքի կամ այլ բնույթի վնասվածքների դեպքում հետևանքներն են։ Դիֆրակցիան բեկումն է լույսի։ Օպտիկա։ Եվ դիֆուզիան ճիշտ պատասխան է, այո։ Որպես բժիշկ հիշեցիք քիմիայի դասերը, վստահ եմ Բրոունյան շարժումը եւ այլն, չէ՞ երևի։ Երևակայի աչքի առաջին կան։ Զույգով էին հանդեսանում։ Հաջորդ հարցը 7-րդ 100,000 դրամ։ Կելտերի թիմը բասկետբոլի ազգային ասոցիացիայում Orlando Magic, Boston Celtics, Los Angeles Lakers, Detroit Pistons։ Այստեղ երևի տրամաբանությամբ պիտի պատասխանեմ, որովհետև բասկետբոլի ազգային ասոցիացիայի թիմերի պատմությունը ծանոթ չեմ։ Բայց տեսեք, նշվածներից Celtics-ն է միայն, որ կելտերի հետ որևէ կապ ունի, որպես համել ճակերտներում է նշված կելտերը, այդպես կարծում եմ դա հուշողն է։ Դրանպես ովքեր են կելտերը։ Կելտերը ազգություն են Եվրոպայում։ Բայց մտածում եմ, որ քաղաքը այս դեպքում Օրլանդոն, Սա Ամերիկայի Սա Ամերիկայի, այո։ բասկետբոլի ազգային ասոցիացիան։ Տեղափոխվել են, կարծում եմ իրենց պատմությունը հենց սկսել է Եվրոպայից, որ գնացել են այնտեղ, առաջին ներկայացուցիչներն են եղել։ Պիլիգրիմները։ Այո։ Շոտլանդիա, Իռլանդիա, Շոտլանդիա, իհարկե, հա։ Գերմանիա։ Դրա համար բան չախան, ձեր թույլտվությամբ տարբերակ B, Boston Celtics։ Դա դեր վերջնական տարբերակն է։ Այո։ Հրաչյա, եթե վստահ չեք, ունեք օգնության հնարավորություններ։ Ուղղակի հարկ եմ համարում հիշեցնել, որ դրանք չօգտագործված են, սպասում են իրենց պահին։ Միգուցե ձեր Ես կպահեմ հաջորդ հարցերի համար։ Ձեր պատասխանը B, Boston Celtics։ Ընդունում եմ։ Այդպես էլ կա, ես բասկետբոլի սիրահար եմ եւ երկրպագում է նաեւ այս հոյակապ թիմի խաղերին։
Շարժում ենք առաջ։ Հարց 8-րդ, արժեքը 250,000 դրամ։ Մկրտության գրքում նա գրանցված է Յոհան Քրիզոստոմ Վոլֆգանգ Թեոֆիլ, սակայն աշխարհին հայտնի է իր անվան այլ տարբերակով։ Տարբերակներ A. Ամադեուս, B. Անդրեուս, G. Լորան, D. Նիկոլո։ Չեմ կարողանում կապել տարբերակները որևէ ինչ-որ գիտելիքի հետ, որ ունեմ այս մարդու մասին։ Չեմ պատկերացնում դրամբանական շղթան որտեղ է։ Դե 50-50 ընկերոջ օգնությունը, կարող եք փոխել հարցը, կարող եք վերցնել գումարը, կարող եք չվերցնել գումարը եւ այնուամենայնիվ գնալ ռիսկի եւ պատասխանել ձեր ընտրությունը։ Մի քիչ մտածենք նոր։ Աշխարհին հայտնի է անվան այլ տարբերակով։ Ինչով է հայտնի է մարդը։ Յոհան Քրիզոստոմ Վոլֆգանգ Թեոֆիլ։ Դա չափազանց կպարզեցներ մեր առաջադրանքը։ Եկեք փոխենք հարցը, պարոն Շախյան։ Փոխենք հարցը։ Այո։ Խնդրում ենք համակարգչին փոխել հարցը։ Իսկ ինչ կպատասխանեիք։ Իրական պատկերացում չունեմ, Անդրեուս օրինակ, բայց այդ լրիվ պատահական սկզբունքով էլի։ Ախր շատ հայտնի մարդու մասին է խոսքը։ Վոլֆգանգ անունը ուր է տանում ձեզ։ Վոլֆգանգը միգուցե Յոհան Վոլֆգանգ Գյոթե։ Ես իրան տենց պատկերացրեցի։ Իրականում դրան կյանքի օրոք Ամադեուս էին կոչում։ Եւ Թեոֆիլ թարգմանած հունարենից նշանակում է սիրված Աստծո կողմից։ Կոմպոզիտորը նախընտրում էր իր անվան ֆրանսիական արտասանություն Ամադե։ Խոսքը գնում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մասին։ Հասկացա։ Բա այդ դեպքում մկրտության գրքում ինչու է գրանցված։ Ինչա մկրտության։ Դե ծնողները այդպիսի անուն են տվել, բայց նա կյանքի ընթացքում ներկայացել է հանրությանը որպես հռչակավոր կոմպոզիտոր, որում հիշեցնեմ, որ նա պատկերացրի ինչի մասին։ իր ինքնուրույն կյանքը շատ վաղ տարիքից է սկսել, ընդ որում։ Դե ինչ փոխված հարցը, արժեքը նույնն է։ Ոչ անգլալեզու ֆիլմերից որն է լավագույն ֆիլմ անվանակարգում առաջինն արժանացել Օսկարի։ Կյանքը գեղեցիկ է, մակաբույծները, թակելով երկնքի դռները, Ամելի։ Իրական ֆիլմեր սիրում եմ, բայց չեմ հիշում։ Գիտեմ, որ Մակաբույծը ստացել է Օսկար, Մակաբույծները։ բայց վստահ չեմ, որ մնացած բոլորը ստացել են Օսկար, որովհետև եթե ստացել են, ապա Մակաբույծը նոր ֆիլմ է, իսկ օրինակ Կյանքը գեղեցիկ են հին ֆիլմ է, հաստատ այդ դեպքում առաջինը ստացած կլինի Կյանքը գեղեցիկ է ֆիլմ։ Թակելով երկնքի դռները ֆիլմի մասին չեմ պատկերացնում, չեմ հիշում, կարծեմ չեմ էլ տեսել։ Ռոբերտո Բենինիի ֆիլմն է, Կյանքը գեղեցիկ է, իմիջայլոց։ Կյանքը գեղեցիկ են, այո, իտալական ֆիլմ է, հին, այդ հիշում եմ այդ ֆիլմը։ Կլասիկ ֆիլմերից է։ Ամելին էլ ինքը նոր ֆիլմ է համեմատաբար, դասական ֆիլմերից չի։ Ու կարծեմ Օսկար չէր ստացել Ամելին։ Դրա համար վստահ չեմ։ Հիշեցնեմ, որ դուք ունեք դեռ չօգտագործած երկու օգնության հնարավորություն հրաչյա։
Ես երևի կպատասխանեմ բայց հարցին։ Կպատասխանեք Այո։ Տարբերակ A։ Տարբերակ A։ Կյանքը գեղեցիկ է։ Դա ձեր վերջնական պատասխանն է։ Այո։ Ընդունում եմ։ Ամելին կարելի է համարել Օսկարի անարդարություններից մեկը, որովհետև ֆիլմը իսկապես ստացված էր, լավն էր, բայց չգնահատվեց կինոակադեմիկների կողմից։ Թակելով երկնքի դռները մենք ընդհանրապես չքննարկեցինք այս տարբերակը։ Թիլ Շվայգերն է, կարծում եմ այս հայտնի գերմանացի դերասանը արեց ամեն ինչ, որպեսզի ֆիլմը ստանար լավագույն ֆիլմ անվանակարգում իրեն հասանելի կամ արժանավուն վաստակած պարգևը, իսկ 2020 թվականին կորեացի Պոնգ Ջուն Հոյի Մակաբույցները դարձան լավագույն ֆիլմ անվանակարգում առաջինը, որ արժանացել է Օսկարի։ Ափսոս։ Կյանքը գեղեցիկ է ֆիլմը ստացել է մրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։ Անվանակարգերն են տարբեր, կար լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, լավագույն ֆիլմ, չգիտեմ, լավագույն երաժշտություն ֆիլմի համար։ Մենք խոսում ենք լավագույն ֆիլմ անվանակարգի մասին, իսկ Կյանքը գեղեցիկ է ֆիլմը լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում է արժանացել Օսկարի։ Այսպիսի բաներ, միգուցե դա ձեզ շփոթեցրեց, պետք էր օգնություն վերցնել։ Դե Որ ներկայում խաղը կայացել է, հրաչյա։ այո։ Շնորհակալություն խաղի համար, հրաչյա, մինչ նոր հանդիպում։ Շնորհակալություն։ Այսպիսին էր մեր խաղը, ով է ուզում դառնալ միլիոնատերում այսօր։ Ինչպիսին կլինի հաջորդ անգամ, իմանանք ուղիղ մեկ շաբաթ անց, մինչ նոր հանդիպում, առաջինի եթերում։